Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը Doping Space ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Սիմոնյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Սիմոնյան, նախ սկսենք նախորդ տարվա կարևոր, այսպես ասած, մշակութային, երաժշտական իրադարձություններից մեկից, դա Ջենիֆեր Լոպեսի Երևանյան համերգն էր։ Նախ միջազգային արձագանքը ինչպիսին էր համերգից հետո։ Միջազգային արձագանքը կարելի է մի քանի մասի բաժանել, կարծում եմ մեր երկիր ժամանած զբոսաշրջիկների հենց փաստը արդեն նաև միջազգային արձագանքի ոնց որ դրական հետևանքներից մեկն է։ Բավականին դրական արձագանք կա, որովհետև համերգը անցել է շատ բարձր որակի, մենեջմենտի կողմից ճանաչվել է լավագույն համերգներից մեկը ամբողջ տուրում, որովհետև ոչ մի ինչ-որ խնդիր ՉՊ կամ որևէ տված խոստում որը որ տրված էր, բայց չիրականացված էր, չենք ունեցել եւ բավականին լավ կարելի ասել անուն ձեռք բերել ենք պրոֆեսիոնալ հյուրընկալող երկրի նմանատիպ միջազգային աստղերի։ Մենք հիշում ենք, որ համերգից առաջ կամ համերգից հետո շատ էին քննադատությունները, որ այսպես ասած Ջենիֆեր Լոպեսը բավական թանկ է նստել Հայաստանի համար, հիմա այդ համերգի ժամանակը չէր, բայց միևնույն ժամանակ մենք չգիտես ինչի լուսանցքում ենք թողնում բոլոր այն դրական կարծիքները, որ վայ ինչ լավ է որ եկա, որովհետև ինչքան կարելի է, էլի համերգների համար հասնել Թբիլիսի, Բերլին, Ֆրանկֆուրտ, քննադատություններին ինչպես եք վերաբերում եւ առհասարակ դուք էլ եք կարևոր համարում քննադատությունները, այսպես ասած, ավելի առաջնահերթ են քննադատությունները, թե դրականներն էլ ամեն դեպքում հաշվի եք առնում։ Ես կարծում եմ երկուսն էլ կարևոր են իրականում, անկախ քննադատությունները, թե որտեղից են գալիս եւ ինչ նպատակ են հետապնդում, միևնույն է դրանք էլ որպես ինդիկատոր հանրային կարծիքի տեղ ունեն լինելու եւ պետք է անպայման ուշադրության արժանանան։ Դրականն էլ բնականաբար նույն տեսանկյունից կարևոր է շատ։ Ես ոնց եմ վերաբերվում քննադատություններին, արդեն իմունիտետ եմ ձեռք բերել, ճիշտ ասած։ Ինչով է պայմանավորված այդ եւ ինչպես սկսեցիք այդ իմունիտետը ձեռք բերել։ Ձեռք եմ բերել, երբ փորձել եմ մի ձև այդ բացասական ժամանակին բացասական եղած քննադատությունները տարանջատել սեփական անձից, որովհետև շատ անգամ նրանք քաղաքականացված են, շատ անգամ նրանք այն մարդկանց կողմից են, ովքեր ներքուստ իրականում որևէ դեմ բան չունեն համերգին, բայց ինչ-որ նպատակ են հետապնդում սևացնելու այլ կամ այն որոշումները կամ երևույթները։ Ու առհասարակ մենք որպես երկիր, որը որ շատ ոլորտներում իրականում առաջատար դիրք ունի զբաղեցված, բայց շատ ոլորտներում է դեռ նոր սկսում քայլեր իրականացնել, ես հասկացել եմ, որ յուրաքանչյուր առաջին արած քայլը արժանանում է քննադատությունների։ Կարծում եմ անկախ երկրից մենք շատ անգամ ասում ենք, դե մենք հայերս տենց ենք, չէ, յուրաքանչյուր երկրում անգամ ես հիշում եմ իմ զրուցերից մեկի ժամանակ գործընկերներից հետ Վրաստանում, նենց չի, որ իրանց մոտ առանց քննադատություն է սկսվել այդ պրոցեսները։ Նորմալ է, մարդիկ նմանատիպ ռեակցիա են տալիս, բայց ես ինքս միջև համերգի ավարտը որևէ հարցազրույց չէի տվել Ջենիֆեր Լոպեսի հետ կապված, որովհետև ուզում էի, որպեսզի համերգը անցներ, բոլորը տեսնեին դրական կողմերը, իրավունք ունենայի բարոյական նաև խոսելու համերգի դրական բոլոր կողմերի մասին, նրանից հետո որ համերգը կայացավ եւ հենց հաջորդ օրը հարցազրույց եմ տվել եւ հենց այդ հարցազրույցից հետո, որտեղ նաև քննարկվել էին հարցարցուկ թանկ էր թե թանկ չէր, հիմա այդ հարցին էլ կանրադառնամ, արձագանքները կտրուկ փոխվել են, որտեղ մարդիկ արդեն համատելու բան ունեցան։ Եվ մի բան է, երբ որ դու խոսք ես տալիս, ասում ես տուրիստները կգան, բայց մի բան է, երբ համերգից 2 ամիս առաջ երևի 100-150 կիլոմետր շարավիղով որևէ ազատ համար չկար հյուրանոցային, սկսած Երևանից եւ Ծաղկաձորով եւ Դիլիջանով ամբողջը ամրագրված էր 14-16 ժամանոց հերթեր Վրաստանի սահմանին իմիջիայլոց առաջին անգամ մեր պատմության ընթացքում, երբ այդ ծավալի մարդիկ մեզ մոտ էին գալիս, որտեղ միշտ մենք ենք սահմանը հատում, բայց Հայաստանի կողմից։ Չվերթները ինչքանով էին ծանրաբեռնված, տրաֆիկը ինչքանով էր ծանրաբեռնված, յուրաքանչյուր ռեստորանի սեփականատիրոջ կամ խանութի սեփականատիրոջ կամ մենեջմենտի հետ խոսալու ժամանակ կարելի է իմանալ ինչ արագ դրական տատանում են ունեցել այդ շրջանում։ Շատ կարևոր է նաև նշել, որ սա պարզապես մարդաքանակը չի, որը գալիս է քո երկիր, հիմնականում նմանատիպ համերգների գալիս են մարդիկ, ովքեր միջին եւ բարձր վճարունակության խավի են եւ կարողանում են թույլ տան եւ համարները ամրագրեն ավելի բարձր գներով, հա, եւ տոմսերը ավելի բարձր գնով կարողանան գնեն ավիատոմսերը եւ գան ժամանակ անցկացնեն։ Եվ շատ բազմաթիվ
հետազոտություններ կան, որոնք որ ցույց են տալիս, որ ավելի արագ միջոց զբոսաշրջիկ ներգրավելու, քան համերգների, հենց իվենտների կոմպոնենտն է, դեռևս չկան աշխարհում։ Ես այստեղ ուզում եմ մեջբերել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից մեկը։ Հայաստանում անցկացվող մշակութային միջոցառումների, այդ թվում միջազգային աստղերի համերգների համար կատարվող պետական ծախսերը դիտարկվում են որպես ներդրում, որոնք նպաստում են տնտեսության ակտիվության եւ պետական եկամուտների աճին։ Մարդիկ եկել են, օգտվել են ծառայություններից, սնվել են, օգտվել տաքսիներից եւ այդ ամենի արդյունքում գեներացվել են հարկեր։ Դա փաստ է, մենք կարող ենք փաստել, որ առնվազն 15,000 զբոսաշրջիկ ժամանել է, փաստում ենք դա հաշվի առնելով, թե որտեղից են իրենք տոմսը գնել եւ արտասահմանյան բանկային տրանզակցիաները հաշվի առնելով։ Սա պարզապես ոնց որ տենց թուղթ ու գրիչով բան չի, պարզապես հաշվարկ չի անհիմն, սա հենց հիմնավորված փաստերից բաղկացած թիվ է, 15,000-ը, որը շատ բարձր իրականում թիվը հաշվի առնելով տարողունակությունը Երևան քաղաքի, կարծում եմ, որ անգամ մյուս համերգների ժամանակ ավելի մեծ քանակը արդեն մի քիչ կարա տենց անգամ լավ դրական խնդիրներ առաջացնի։ Մինչև մյուս համերգներին անդրադառնալը, այսինքն դուք կարծում եք, որ այսպիսի համերգները, համաշխարհային աստղերի համերգները նպաստում են տվյալ երկրում туриզմի զարգացմանը։ Դա ապացուցված փաստ է, օրինակ, եթե դուք ուշադրություն դարձնեք, թե Էմիրություններից այն համերգների հայտարարությունները, որոնք որ մենք լսում ենք, հիմնականում դուք լսում եք Աբու Դաբիի համերգների մասին, այսինքն դժվար դուք վերջերս լսած լինեք Դուբայում մեծ մեգա աստղերի համերգին։ Ինչով է դա պայմանավորված։ Պայմանավորված է նրանով, որ նախ այդ համերգները սուբսիդավորվում են, ոչ միայն մեր երկրում կամ մեր չափի երկրում միայն, այլ նաև խոշոր երկրներում, որովհետև արտիստների հոնորարները կտրուկ աճել են վերջի տարիների ընթացքում եւ ոլորտը շատ լավ հասկացել է, որ արտիստներին հիմնականում արդեն վճարում են ոչ թե պրոմոութերները, այսինքն համերգ կազմակերպողները, այլ պետությունները, որոնք որ դա դիտարկում են հենց ներդրում եւ туриզմի աճի ամենաազդեցիկ գործիքներից մեկ։ Եվ հենց այդ պատճառով դուք հիմնականում լսում եք Աբու Դաբիի համերգների մասին, որովհետև հենց Աբու Դաբին խնդիր ունի այդ տուրիստական աճը ապահովելու, օրինակ Դուբայի туриզմի նախարարությունը կարծում է, туриզմի բորդը կարծում է, որ օրինակ իրանք այս պահին կամ ինչ որ խոսում է մի քանի ամիսների առաջվա տվյալ եմ ասում, բնականաբար հիմիկվա իրավիճակը հաշվի չառած, իրանք այդ туриզմի այդքան կարիքը չեն ունեցել, ինչքան բնականաբար Աբու Դաբին։ Եվ դրա համար Աբու Դաբին իր туриզմը զարգացնելու համար շատ ակտիվ է համերգների մասով։ Նույն ձևի մեր հարևանները, հա, վրացիները, իրանք էլ իրենց туриզմի աճի մեծ զգալի մաս ապահովում են դիրքավորվելով հենց A-կլասի համերգներ կազմակերպող երկիր, որը խոսում է մի շարք բաների մասին։ Դա խոսում է նրա մասին, որ դու անվտանգ երկիր ես, դա խոսում է նրա մասին, որ դու ունես ինտելեկտուալ մասնագիտական պաշար նմանատիպ խիստ ու բարդ պահանջներ իրականացնելու համար, ու դա խոսում է նրա մասին, որ դու նաև տուրիստական երկիր ես, որովհետև համերգից բացի մարդիկ իրենց արձակուրդը պլանավորելուց նաև մի շարք այլ բաներ են պլանավորում, եւ մենք որպես երկիր շատ բան ունենք առաջարկելու զբոսաշրջիկներին, համալրելով դա A-կլասի համերգների այցի հետ կապված։ Այսինքն բացի, այսպես ասած, տնտեսական ակտիվությունից, նաև հեղինակություն է տվյալ երկրի համար համաշխարհային ճանաչում ունեցող աստղերին հյուրընկալելը։ Շատ բարձր իրականում, որովհետև A-կլասի արտիստները հիմնականում մանավանդ հաշվի առնելով սոցիալական ցանցերի ակտիվությունը մեր դարում, նրանք հանդիսանում են մագնիս, որը որ ձգողական ուժով իրենց յուրաքանչյուր գործողության կամ յուրաքանչյուր փոփոխությանը մարդիկ հետևում են եւ տեսնելով, որ Ջենիֆեր Լոպեսը համերգ անցկացնում, համերգ է տալիս Հայաստանում եւ տեսնելով այդ վիդեոնյութերը եւ տեսնելով այդ ամենը Հայաստանի բրենդը իհարկե շատ ավելի լայն ծավալում է ստանում։ Իմիջիայլոց հենց Հայաստանի համերգի հրապարակում ամենաշատ ոնց որ engagement-ներ ունեցել, թե լայքերի, թե դիտումների տեսքով, եթե չեմ սխալվում, միջև մեր էջում կա, կարելի է դրան ավելի ուշադիր նայել։ Բայց շատ հաճախ էր հենց այդ քննադատությունը, որ Ջենիֆեր Լոպեսը թանկ է Հայաստանի նման երկրի համար, պարոն Սիմոնյան։ Գիտեք, ես այդ հարցին պատասխանել էի նաև այդ համերգից հաջորդ օրվա հարցազրույցի ժամանակ, որպես բիզնեսմեն ես հետևյալ մոտեցում ունեմ։ Թանկը այն գումարն է ոչ թե որը բարձր է, այն գումարն է, որը որ հնարավոր չի հետ բերել։ Այսինքն, եթե մենք օրինակ եմ բերում, ծախսեինք
$300,000 ինչ-որ մի համերգի համար, բայց որը չունենար համապատասխան քանակ զբոսաշրջիկների, այ դա կլիներ թանկ։ Բայց երբ համերգը միլիոնավոր դոլարներ է արժենում, որը իհարկե շատ բարձր թիվ է, բայց երբ դու դա համադրում ես, օրինակ մեր կազմակերպության կողմից արդեն վճարված հարկերի, որոնք որ գրեթե համարյա կեսն են տրամադրված գումարի, այն գումարները, որը որ մենք արդեն փոխանցել ենք պետբյուջե, մեր գործունեությունից ելնելով, դա մեկ։ Երկրորդը, երբ մենք միջին ծախսը 15,000 հոգու հաշվի ենք առնում եւ հաշվի ենք առնում միջին այն մասը, որը որ վերադարձվում է նույն ձևի պետբյուջեի ծախսերից գոյացած, դա միարժեք անցնում է տրամադրված գումարը եւ որպես բոնուս մնում է այդ գովազդային եւ իմիջային կոմպոնենտը երկրի համար։ Այսինքն ես չեմ համարի, որ համերգը թանկ է, ես կհամարեմ, որ դա բարձր արժեք ունի, բայց ամենակարևորը արդարացվող։ Տեսեք, երբ այդ ժամանակ ինֆորմացիան տեղադրվեց սոցիալական ցանցերում, որ Ջենիֆեր Լոպեսը գալիս է Երևան, Հայաստանում շատերի մոտ այսպես կասկած առաջացավ, բայց արդյոք նա կգա Հայաստան, հաշվի առնելով մինչև այդ տարբեր համերգներ, որոնք չեղարկվել են, տարբեր արտիստների համերգներ, Այգիլերա, Snoop Dogg, Ռամազոտի եւ անգամ Իրինա Ալեգրովա։ Մենք ունեցել ենք այդ, այսպես ասած, այդ փորձը, որ շատ արտիստների համերգներ հայտարարվել են, մարդիկ տոմսեր են ձեռք բերել եւ հետո այդ համերգները չեղարկվել են։ Այստեղ արդեն խնդիր կա նաև վստահության, որ արդյոք արտիստը կգա։ Իհարկե, հենց ամենակարևոր եւ ամենացավոտ կողմն եք նշում այս ամենի մեջ, որովհետեւ իսկապես ունեցել ենք մի շարք չեղարկումներ, նաեւ ունեցել ենք, ինչպես նշեցիք, Snoop Dogg-ի չեղարկումը, որից հետո հեղինակությունը թե կազմակերպչի, անկախ պատճառից իմիջիայլոց, որովհետեւ քեզ սկսում են դիտարկել որպես ռիսկային զոնա եւ զերծ են մնում արդեն քո հետ որևէ գործարք անելուց, որը շատ ցավալի է եւ նույն Snoop Dogg-ի չեղարկումից հետո, որը որ շատ հայտնի դեպքերի հետևանքով է եղել, ես կարծում եմ, որ ամենադժվար մասը ոչ թե Ջենիֆեր Լոպեսի համերգը կազմակերպելն էր, այլ համոզել այդ միջազգային մասնագիտական խմբին, որը որ գործունեություն է ծավալում entertainment-ում, որ մենք կարող ենք եւ պիտի ունենանք հաջորդ շանսը։ Հակառակ դեպքում, եթե մենք չանենք Ջենիֆեր Լոպեսի համերգը եւ մնար այն սպին, որը որ չեղարկումներից էր բաղկացած, մենք տարիներ հետո նոր կկարողանանք ազդուրվենք, թե ոչ։ Եվ ամենամեծ մարտահրավերը այն էր, որպեսզի մենք կարողանանք համոզել մարդկանց մեզ պայմանագիր տալ։ Շատ դժվար process է եղել, ես ինքս այդ 1.5 տարվա ընթացքում անընդմեջ ճամփորդել եմ, մարդկանց հանդիպել եմ եւ տետատետ փորձել եմ համոզեմ, որպեսզի մարդիկ նորից գնան մեր այդ գործարքի, շատ դժվար է եղել, անգամ հումորով ասում եմ, որ ընկերների հետ խոսում ենք, ասում եմ աշխարհում տենց ակցենտ չկա, որով չէ բառը չեմ լսել, որտեվ աջ ու ձախից միայն չէր եւ այդ չեն տարբեր ձևեր հնչում իրականում, քանի որ դու մարդկանց աչքերի մեջ այդ մտավախությունը տեսնում ես, որտեվ նմանատիպ չեղարկումը այն, որ մենք ունեցանք 4 օր առաջ, ինքը կատաստրոֆիկ հետևանքներ է կրում, շատ մեծ ֆինանսական կորուստներ, շատ մեծ էմոցիոնալ կորուստներ եւ ժամանակ ու ուժապետք ազդուրվելու դրանից եւ փառք Աստծո մենք կարողացանք հենց կոպիտ ասած մաքրել այն խնդիրները, որոնք մենք ունեցել ենք ու հիմիկվա դրությամբ այդ համերգից հետո համ Ջենիֆեր Լոպեսի մենեջմենտը, որը շատ բարձր հեղինակություն ունի Հոլիվուդում, շատ բարձր եւ դրական կարծիք ունի մեր մասին, շատ դրական այդ կարծիքը արտահայտել է շատ տարբեր եւ ազդեցիկ կառույցներում, մեր համար անգամ երաշխիք տալով եւ իր, այսպես ասած, իրենց կարծիքը տալով մեր մասին, որ մենք վստահելի գործընկեր ենք, ում հետ միանշանակ արժի համագործակցել, որտեղ մենք մեր խոսքը պահում ենք, մենք որակը կարևորում ենք, ինչի մասին փաստեց հենց այդ միջոցառում։ Պարոն Սիմոնյան, վերջերս Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ տարեկան 2-3 համաշխարհային ճանաչում ունեցող աստղ է ժամանելու Հայաստան։ Այս պահին Doping Space առհասարակ բանակցություններ վարում է համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի հետ, հենց այս տարվա համերգների հետ կապված։ Վարում է եւ ոչ միայն այս տարվա հետ, նաեւ մյուս տարիների հետ կապված նմանատիպ հաջողված փորձից հետո մնալ իներտ եւ չվարել որևէ բանակցություն եւ չփորձել նոր հնարավորություններ ստեղծել, դա մեղմ ասած խելամիտ չէր լինի, դրա համար մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, որպեսզի ունենանք ճիշտ եւ դրական արդյունք, քանի որ պլանկա ենք բարձր սահմանել, որից հետո շատ ավելի զգուշ է պետք լինել այդ հաջողությունը կրկնելու եւ հաջողությունը նաեւ ինչ ոչ կրկնապատկելու, եռապատկելու համար։
Իսկ այդ բանակցային գործընթացը ինչպես է տարվում, առհասարակ միշտ հետաքրքիր են այդ աստղային պահանջները, ինչ չափորոշիչներ պետք է ունենա երկիրը, կազմակերպությունը, որ տվյալ արտիստը ժամանի հենց այդ երկիր։ Շատ կարևոր է սահմանել հետևյալը, որ ոչ միայն գումարն է կարևոր արտիստի համար, գումարը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է։ Դու կարող ես այդ գումարը ունենալ, բայց եթե քո երկիրը ինֆրաստրուկտուրայով չի կարող համապատասխանել իրենց պատկերացրած անվտանգության նորմերին, այդտեղ խնդրեմ կարող է առաջանալ։ Մեկ եւ երկրորդը շատ կարևոր է, որպեսզի իրենք վստահ լինեն, որ այն թիմը, ով հրավիրում է աստեղին, առնվազն բոլոր ստանդարտներին կարող է համապատասխանեցնել իր ունեցած ռեսուրսները, որից հետո նոր հաստատումը տրվում։ Այսինքն երբևիցե դա չի լինում հետևյալ կերպ, որ դու ասես ես ունեմ ես 3 միլիոն դոլար, պատրաստ եմ ձեր հոնորարը վճարեմ եւ իրենք քո այդ պայմանագիրը կկնքեն։ Իրանք պիտի վերիֆիկացնեն թեմի կարողությունը, դա արվում է մի քանի զանգի միջոցով, որտեղ շատ մանրակրկիտ ներկայացվում է, թե ոնց ենք մենք տեսնում այդ բոլոր պայմանները ու մասնավորապես հենց production-ի վերաբերյալ, այսինքն տեխնիկական բոլոր պայմանները, եւ ձայնը, եւ լույսը, եւ բեմը, եւ անվտանգության կանոնները համերգի ժամանակ։ Բնականաբար ամենակարևոր գործոններից մեկը վայրն է, որտեղ է համերգը անցկացվելու, ոնց է այդ վայրը ադապտացվում այդ նորմերին, ինչքանով դու կարող ես ճիշտ պրոֆեսիոնալ ձևով հյուրընկալես հենց իրենց քո երկիր հայտնվելուց միջև իրենց ճանապարհելը, եւ որից հետո երբ իրենք տեսնում են, որ դու ապահով գործընկեր ես եւ տեսնում են, որ դու շատ լավ գործընթացը պատկերացնում ես, նոր իրենք պատրաստ են արդեն այդ քո գումարը ընդունել, կոպիտ ասած։ Դա հսկայական աշխատանք է ամեն դեպքում, Բավականին։ որը միշտ մնում է լուսանցքում։ Բավականին միշտ ինձ թվում է ոնց որ յուրաքանչյուր մեծ պրոյեկտ, որտեղ մարդիկ կողքից տեսնում են, ասում են՝ «Դե լավ, դե բեմա դրած մի հատ звуկ են դրել, կնոպկա չի սեղմում, էս հավաքվում է էլի սա»։ Մարդիկ տենց են պատկերացնում, բայց իրականում այն փոփոխությունները, որոնք վերջի պահին սկսում են առաջանալ թիմի կողմից եւ որոնց դեմ դու շատ գնալու հնարավորություն եւ պատճառ չունես, որտեվ հյուրընկալող դեմքը դու ես եւ դու պետք է ամեն բան անես, անգամ եթե դու չէիր սպասում այդ փոփոխությունները կամ նոր պահանջները, դու պիտի կարողանաս այնց անես, որ մարդ ոչ միայն չփոշմանի, որ այդ երկիր եկել է, այլ նաեւ մնացած մարդկանց ասի, որ չգնաք այդ երկիր կփոշմանեք, այն նմանատիպ կարծիք ստեղծես։ Որովհետև եթե հանկարծ ու այդ կարծիքը լինի բացասական, դա շատ բացասական է ազդում հենց կազմակերպության վրա, չէ՞ Ոչ նախ միայն կազմակերպության, նաև երկրի։ սաղ պրոբլեմը նրանում է, որ դա այդ ոլորտի համար տվյալ միջավայրի տապանակարն է դառնում եւ կարելի է մոռանալ որևէ պրոգրեսիվ աճի մասին։ Իսկ փակագծեր կարող ենք բացել այս պահին, որ արտիստների հետ են բանակցություններ ընթանում։ Գիտեք, մեր ոլորտում շատ խիստ կարևորվում է եւ գնահատվում է կոնֆիդենցիալության կոմպոնենտը, դրա համար անգամ երբեմն ստորագրված փաստաթղթերը բարձրաձայնման ենթակա չեն, քանի որ announcement-ի նաև առանձին ստրատեգիա կա եւ տոմսերը վաճառելու եւ ինֆորմացիան տարածելու, դրա համար որևէ իրավունք չունեմ այս պահին ասելու անգամ ինչ տարբերակներ գոյություն ունեն, որովհետեւ բացի դրանից, որ ինքը բարդ գործընթաց է այս մասում, նաև ինքը հեշտ գործընթաց չի ընդհանուր մրցույթային եւ տենդերային համակարգը, որը որ համապատասխան նախարարություններն են, նախարարությունը տվյալ պարագայում իրականացնում, որովհետև մեր դրամաշնորհային կարգերը, որոնք որ էլի գործի բերումով փառք Աստծո երևի ստիպված էինք ուսումնասիրել եւ հասկանալ ոնց է դա այդ ամեն ինչը աշխատում, այդքան բավականին ճկուն չեն այս ոլորտի համար եւ համապատասխանեցնել եւ պահանջները եւ կարողությունը կազմակերպությունների, որոնք որ պետք է մասնակցեն մրցույթի եւ տան իրենց առաջարկները, էլի մի ահռելի մեծ աշխատանք է ու շատ ուրախ եմ, պետք է նշեմ, որ նաեւ այդ հենց համապատասխան նախարարությունը ԿԳՄՍ-ի մասին է խոսքը, ջանք չի խնայում լուծումներ գտնելու այդ մասը, որը նույն ձև շատ կարևոր է։ Ես այսպեսի մի կարծիք եմ լսել Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո, որ եթե կարողանում էինք Հայաստանում այս մասշտաբի համերգ կազմակերպել, ապա ինչու ժամանակին չկարողացանք Հայաստան չհրավիրեցինք օրինակ Շերին։ Այսօր արդեն մենք տեսնում ենք, որ Սելին Դիոնն է հայտարարել, որ վերադառնում է բեմ։ Այսինքն ամեն դեպքում դա շատ դրական արձագանք էր, որ եթե մենք կարողանում էինք այսպիսի համերգ կազմակերպել Հայաստանում, շատերի համար դա ինչ որ առումով անսպասելի էր, որ այդ մասշտաբի համերգ կլինի Երևանում։ Հա, իսկապես այդ դրական սուրպրիզներից էր, ինչի միջև այդ չի արվել, կարող եմ մի քանի պատճառ բերել։ Ես ինքս 2015 թվականից եմ այս
ոնց որ գաղափարով վառված, երբ Kanye West-ը եկավ առաջին անգամ Հայաստան եւ երբևիցե չեմ մոռանա այն էներգետիկան, որը որ քաղաքում կար իր ելույթից հետո, որը որ բացարձակապես պատրաստված չէր, դա եղել է Կարապի լճում, դա եղել է շատ ցածրակարգ 1-2 տեխնիկայի ոնց որ օգտագործմամբ, բայց այնքան բարձր ու դրական էներգետիկա է տվել, որ ես էլ այդ հարցը ինձ տվեցի, բայց ինչի ենք մենք միշտ գնում ուրիշ երկիր եւ ինչի մի համերգ, որի տոմսի արժեքը պետք է մեր համար լինի օրինակ 50-ից 150 դոլար, մեր համար արժենա $1000 այդ կացարանը ամրագրելով, ճանապարհ ընկնելով, այդքան օր ծախսելով եւ այլն։ Եվ սկսել էի ինքս հաշվել, մտածելով, որ մասնավոր սեգմենտը, մասնավոր մոտեցումը միայն կարող է բավարարել եւ հնարավոր է ծախսածածկում ունենալ եւ հետո շատ արագ բավականին հասկացա, որ դա հնարավոր չի, որովհետեւ ամբողջ աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ որ հնարավոր է իրականացնել համերգ առանց պետական սուբսիդավորման, պարտադիր պայմաններ կան, պետք է ունենալ առնվազն 100,000-ից պլյուս հանդիսատես ունեցող համերգի անցկացման վայր, պետք է վճարունակությունը ժողովրդի լինի շատ ավելի բարձր, որպեսզի անգամ մտածես դրա մասին, հա։ Ես սկսեցի ուսումնասիրել, թե այլ երկրներում ոնց է տեղ ունենում, գնացի հանդիպել եմ մեր Վրաստանի գործընկերներին, հանդիպել եմ միություններում իրենց պետական մարմիններին եւ կազմակերպիչներին եւ հասկացել եմ, որ առանց սուբսիդավորման դա տեղի չի ունենում եւ հավաքագրել եմ այդ բոլոր փաստերը, հետո կոവിഡ്ը խանգարեց եւ կոവിഡ്ից հետո արդեն կառավարության այդ առաջարկը ներկայացվեց, թե նախ փորձը մնացած երկրներով ոնց է արվում, ինչ կարա դա տա մեզ, պլյուս մեր արչև նաեւ դրվեց տենց խիստ բավականին պահանջ, որ բանկային երաշխիք տրամադրվի տրամադրված գումարի համար, որը բավականին ծանր ու մեծ բեռ է կազմակերպության համար, մեր ոլորտի համար մասնավորապես, դա էլ էր պատճառներից մեկը, որտեվ օրինակ նախկինում չեմ պատկերացնում, որ նմանատիպ պայման հնարավոր էր բավարարել, անգամ այն ժամանակ, երբ մենք էինք այդ պայմանին առերեսվել, հասկացել ենք, որ դա միակ հնարավոր տարբերակն էր, որտեվ ոլորտը նոր էր եւ պետք էր երաշխիք տալ, որ մենք լրիվ հասկանում ենք ինչ ենք անում եւ ռիսկը նվազեցնել եւ դարձնել զրոյական այդ պահին հենց պետական կառույցի համար գումար տրամադրող։ Եվ ամփոփելով զրույցը, պարոն Սիմոնյան, այս տարի, այսինքն սպասենք այդպիսի մասշտաբային էլի համերգների, շոուների։ Ես կարծում եմ, որ սպասելը մանավանդ դրական երևույթին շատ լավ էներգիա է եւ պետք չի դրանից զերծ մնալ եւ պետք է այո իհարկե ակնկալել, որ մենք շարունակելու ենք որպես երկիր շարունակելու ենք այդ գործընթացը, որովհետև շատ դրական բենեֆիտները ստիպում են չհանձնվել եւ գնալ առաջ։ Իհարկե շատ տուրբուլենտ ժամանակահատված աշխարհում հիմա եւ երբեմն ինչ որ այդ երևույթները այդ ժամանակահատված ինչ-որ մի բան դժվարացնում է բավականին, բայց ես կարծում եմ, որ այո պետք է սպասել եւ այս տարի եւ մյուս տարի եւ արդեն հանգամանքներից դուրս ելնելով կարծում եմ արդեն այդ ամեն ինչը տեղի կունենա։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը Doping Space ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Սիմոնյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։